անապահովության համակարգերը պետք է միտված լինեն մարդկանց անապահովությունից հանելուն եւ ոչ թե այնտեղ պահելուն։ Ցավոք սրտի մենք ունեցել ենք հակառակ պատկերը։ Անապահովության համակարգերը մարդկանց դրդել են օրինակ չունենալ ֆորմալ աշխատանք, որտեղ կզրկվեն անապահովությունից։ Անապահովության համակարգերը մարդկանց դրդել են չաշխատել, որովհետև աշխատելու դեպքում կունենան եկամուտ, կզրկվեն անապահովությունից եւ օրինակ կզրկվեն առողջության պատվերից կամ մոտակայում գիտեք, որ ապահովագրական համակարգերն ապահովագրությունից հաճախ մեր քաղաքացիներ ցավոք սրտի հազարավոր խաբել են պետության այդ համակարգերի շրջանակներում իրենց եկամուտները եւ գույքը թաքցրել են, ուրիշների անունով են գրանցել եւ ես հիմա օրինակ վերլուծություններ եմ անում։ Մենք շատ տարօրինակ պատկերներ ունենք ըստ համայնքների։ Ասենք որ քեզ թվում է, որ հիմա անուններ չտամ, չթիրախավորեմ, որ քեզ թվում է, որ այդ համայնքը տենց ավանդաբար հարուստ համայնք է, բայց այնտեղ կարծես թե անապահովները ավելի շատ են, քան հարաբերական քո իմացածով ավելի աղքատ համայնքում, հա։ Այստեղ նաև վարչարարության միօրինակության հարց կա, այլ ուրիշ բաներ չեմ ասում։ Այսինքն մենք նաև պետքա եւ պիլոտով եւ գործող համակարգ այնպես անենք, որ նույն քաղաքացին, նույն պայմաններում օրինակ Սիսիանում եւ Աշոտսկում, չգիտեմ, Գյումրիում կամ Վարդենիսում գնահատվի նույն կերպ, ոչ թե մեր օրինակ աշխատակիցները միտեղ լավ գնահատեն, միտեղ վատ գնահատեն, ել չեմ ասում տարբեր կոռուպցիոն ռիսկերի մասին, երբ որ դա էլ է նաեւ կոռուպցիայի աղբյուր եղել, քանի որ ասեցի, հոսանքի վարձն են զեղչով վճարում, առողջապահությունը եւ այլն։